Ռուսաստան մուտք ու ելք անող Հայաստանի քաղաքացիների համար ծանր օրեր են եկել։ Բեռնափոխադրում իրականացնող վարորդներն այստեղ առաջինն են, այսպես ասենք, հարվածի տակ ընկնում։ Նրանք կանգնած են իրենց եկամտի աղբյուրը կորցնելու վտանգի առաջ։ Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանում փոփոխվել է միգրացիոն օրենսդրությունը, ինչի պատճառով որոշ վարորդների մուտքն արդեն մերժվել է։ Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ ընդամենը 30 վարորդի նորից տալ են ոստիկանություն եւ իրենց ձեռքը տվել են այդ վտարման եւ մուտքի արկերքի փաստաթղթերը, բայց անշուշտ իհարկե հնարավորություն են տվել, որ բեռներով Ռուսաստանից գան Հայաստան, բայց այ վերադառնալ, հաջորդիվ նորից բեռներ բարձել եւ գնալ չեն կարող։ Իսկ ո՞րն է մուտքի մերժման պատճառը։ Ինչ կարգ են խախտել հայաստանցի վարորդները։ Պարզվում է, օրացուցային 1 տարվա ընթացքում Ռուսաստանում հնարավոր է մնալ ոչ թե 180 օր, ինչպես նախկինում էր, այլ 90 օր։ Սահմանային անցակետերում երկար հերթերի եւ Ռուսաստանի ճանապարհներին կուտակումների պատճառով այդ 90 օրը 7-8 ուղևորությունից հետո սպառվում է եւ հետագա մուտքը Ռուսաստան դառնում է անհնար մեր վարորդների համար։ Ակասություն էր եղել, երբ որ իրենք սահմանը հատելիս դիմել էին սահմանապահին, թե արդյոք այս օրենքը մեզ վրա կազդի, սահմանապահները նրանց պատասխանել էին, որ այդ օրենքը ձեզ չի վերաբերում։ Այնինչ իրականում այդ օրենքը վերաբերվում էր անխտիր բոլորին, պարզապես սահմանապահները տեղյակ չէին։ Իսկ ոստիկանությունը բոլորին, այդ թվում նաև բեռնափոխադրողներին, ստուգում են եւ ժամկետի խախտման հիմքով նրանց դնում են մուտքի արգելք։ Վարորդներն օրերս բողոքի ձայն են բարձրացրել, նշելով, որ այս խնդիրը կառավարությունների մակարդակում լուծվող հարց է։ Միջին ասիական պետություններն օրինակ բանակցությունների արդյունքում եկել են իրենց համար ցանկալի լուծումների, սակայն մասնագետները նշում են, որ մինչև այս միջին ասիացիների նկատմամբ էլ մոտեցումն ավելի խիստ էր, քան հայերի։ Խնդիրը կարող է ունենալ տնտեսական էֆեկտ, վստահեցնում են վարորդները։ Եթե բեռնափոխադրող կազմակերպությունները մեկը մյուսի հետևից կանգնեն վարորդների բացակայության խնդրի առաջ, ապա թանկանալու է ներկրվող ապրանքի ինքնարժեքը։ Մյուս կողմից սա բեռնափոխադրողների աշխատանքի ավելի լուրջ համակարգման հարց է։ Տնտեսական կոնկրետ պատասխանատուները պիտի բեռնափոխադրողների հետ կապի մեջ լինեն, ու դրանց խնդիրները գիտեք ոնց պիտի լուծվի։ Արհմիություն պիտի վերջ այդ մարտիկ ունենա, որտեղ կոնկրետ մեր երկրում այդ ցավը կայել է, որ չեն ուզում միավորվեն, ամեն մեկը փորձում է իր ընդհանրեն այն բանը վերմակիրկումը քաշիլ գնա ինչ-որ պայմանավորի։ Այստեղ իսկապես գործ ունի անելու պետությունը։ Միգրացիոն ծառայությունը պետք է կապի մեջ լինի թե բեռնափոխադրողների, թե ռուս գործընկերների հետ իրավիճակային լուծումներ գտնելու համար։ Բեռնափոխադրողների համապատասխան Հայաստանի միգրացիոն ծառայության հետ հարցը բարձրացնեն, ցուցակներով տան, որ այս մարդկանց քանի որ եղանակի պայմաններով է պայմանավորված Ռուսաստանի տարածքում երկար մնալը ու մաքսային ու գրանցման միգրացիայի օրենսդրությունը խախտելը ակամայից է ոչ իրանց մեղքով, այսինքն անհաղթարելի ուժի գործածության բաներում, շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունը գնալով խստանում է, անվտանգային ռիսկերով պայմանավորված։ Սա հաշվի առնելով ըստ մասնագետների, պետական համապատասխան կառույցները պետք է առավել ակտիվ գործակցեն արտահանման եւ ներկրման ոլորտում աշխատող ձեռնարկատերերի հետ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։